Այսօր մայիսի 9-ին ինչպես Վրաստանում, այդպես էլ բոլոր այն երկրներում, որոնք եղել են հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ, նշում են հաղթանակի և խաղաղության 80-րդ տարելիցը։ Տոնն ամեն տարի նշվում է նաև Նինոց Մինդայի շրջանում։ Շրջանի հասարակությունն իր խոնարհումն է բերում կյանքի գնով հայրենիքի ազատությունը ձեռք բերած մարտիկներին։ Շրջանի ղեկավարները, մտավորականները, քաղաքացիները խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանի հետ միասին այցելեցին քաղաքային հուշարձան և ծաղիկներ խոնարհեցին մեր օրվա համար պայքարած մարտիկների համընդհանուր շիրմաքարին։ Նախ շնորհավորում բոլորին մեր պապերի հաղթանակի կապակցությամբ դեռևս 45 տարի առաջ, երբ որ սկսեց պատերազմը, այսինքն ֆաշիստական Գերմանիա հարձակվեց սովետական միության ժամանակ, այն ժամանակ 15 պետության քաղաքացիներ մասնակցում էին այդ պատերազմին եւ հիմնական պայքարը ֆաշիզմի դեմ էր ու փառք մեր մեծերին, մեր պապերին, որ այդ հաղթանակում հաղթող դուրս եկան եւ ֆաշիզմը տապալել, ցավոք սրտի ֆաշիզմը մինչև այսօր մեր օրը կրկնվում է, կա եւ յուրաքանչյուր դեպքում մեր պայքարը ամենօրյական է եւ ֆաշիզմի այդ մինչև հիմա պահպանված սերունդների դեմ։ Դե ֆաշիզմի բռնապետությունը բոլորս գիտենք, յուրաքանչյուր մեկս գիտենք, ստայտում էլ ես կցանկանամ, որ ընդհանրապես աշխարհում լինի խաղաղություն։ Մեր պայքարը չլինի ֆաշիզմի դեմ, մեր պայքարը չլինի տարբեր մարդկանց, տարբեր ղեկավարների, տարբեր պետությունների ամբիցիաների դեմ, պարզապես մենք ապրենք խաղաղ, որովհետև պատերազմի փիլիսոփայության մեջ ես արդեն 56 տարեկան եմ եւ հասկանում եմ, որ մի բան կա, պատերազմից հետո անպայման լինում է խաղաղություն։ Եկեք խաղաղ ապրենք, խաղաղություն անենք։ Եվ այսօրվա կապակցությամբ մաղթում եմ բոլորիս ամենալավն ու բարին, որովհետև պատերազմի հաղթանակի յուրաքանչյուր սերունդ, եթե հիշում է իր պապին, իր պապերի պահվածքը այսօրվա կապակցությամբ, այսպես լիաթոք զգացողություն կա այդ օրվա կապակցությամբ, այդ օրվա իրականության կապակցությամբ։ Ես իմ պապի մասին կարող եմ ասել, որ երևի շրջանում միակն է, կամ գուցե երկրորդը, որ ստացել է 2 կարմիր աստղի նա եղել է սապյոր, հայերեն մին քանդող, այդպես ասեմ, եւ մինչեւ սապյորները չեն գնացի առաջ, հետևակը չի կարողացել շարժվել, այսինքն շատ պատասխանատու զինվոր է եղել եւ ըստ այնմ էլ նա այդ իշխանշանները ստացել է, նա վաստակել է այդ իշխանշանները եւ փառքով այդ իշխանշանները եւ ամբողջ մեդալները պապիս հիմա կոստյումի վրա պահվում մեր տունը, դա մեր համար մեծ սրբություն է եւ անպայման ես հուսով եմ, որ դա սերունդից սերունդ կարող է փոխանցվել եւ այդ հպարտությունը անպայման պետք է մնա մեր թորների, մեր սերունդների յուրաքանչյուր մեկիս մեջ։ Ասեմ, օրը շատ խորհրդավոր է, որովհետև հաղթանակի կապակցությունը հավաքվել մարդիկ, փոքրերը, սերունդները մեր գալ այդ օրը նշել յուրաքանչյուր մեկիս պարտքն է։ 80 տարի անց է հաղթանակից հետո եւ վերքերը այնքան թարմ է, մեր հիշողությունները այնքան թարմ է, որ յուրաքանչյուր մեկս կարող ենք պատմել մեր պապերի անցած ճամփան, անցած կյանքի իրական պատկերը, որ եղել են պատերազմում, ինչ են արել, ինչպիսի գործողություններ են արել, այնպես որ սա իրական պատմություն է, որ ոչ միտեղ կարդալ պետք չէ, առայժմ թարմ մեր հիշողությունների մեջ է։
Եվ առիթից օգտվելով ես մեկ անգամ շնորհավորում եմ այսօրվա օրվա կապակցությամբ մեր պապերի հաղթանակի կապակցությամբ։ Թիկունքում աշխատողներն են կանած էին ու աշխատում են մարտիկների կողքին։ Կամ մեկ փաստ, որ ապացուցում է այս բանը, որ թիկունքը միշտ եղել է ռազմաճակատի կողքին, ապացուցում է նաև մեր շրջանը։ Մեքենա տրակտորային կայանի տրակտորիստներ, գորելովկացիներ Միրոշնիկովան Պոպովան դիմեցին շրջանի աղջիկներին ու կանանց, որ հմտորեն վարեն տրակտորներ, փոխարինեն ռազմաճակատ մեկնացրեց եղբայրները եւ ամուսիններին։ Շատերը արձագանքեցին մեքենավարների հայրենասիրական կոչին։ Տրակտորի վրա նստեցին Գանձայից Չնաշխարհի Կուլիջանյան, Գանձացիից այսօրները հիշեն, եւ Արաքսի Գաբրելյանը, Խոջաբեկից Ազնիվ Մզիկյանը։ 1945 թվականի մայիսի 1-ին Խորհրդային Միության զորքերը մտան Բերլին։ Մայիսի 9-ին Ռախստագի վրա բարձրացվեց հաղթանակի խորհրդանիշ խորհրդային կարմիր դրոշը։ Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը, որով ավարտվեց 1941 թվականի հունիսի 22-ին սկիզբ առած հայրենական մեծ պատերազմը, որը բառի բուն իմաստով հայրենական էր բոլորի համար։ Երկրորդ հայրենական պատերազմի հերոսներին թեև չենք ճանաչում, բայց միայն տեսածն ու լսածը բավական է նրանց արիական էությունը շոշափելի դարձնելու համար։ Մենք գիտենք, որ նրանք եղել են մեր այսօրվա կառուցողները, ուստի պարտավոր ենք ոչ միայն ծաղիկներ խոնարհել, այլև ինքներս խոնարհվել նրանց անմահ հիշատակի առջև։ Նինոցմինդայի շրջանում այսօրվա դրությամբ միայն մեկ վետերան ունենք։ Ծաղիկների խոնարհումը շարունակվեց նաև Խոջաբեկի հուշարձանին։ Սիրելի ընտանիք, մեր բանակը առաջ է շարժվում։ Թշնամին թողնելով մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ գրելով ծանր կորուստներ նահանջում է դեպի արևմուտք։ Մենք ազատագրում ենք բնակեցված տարածքներ եւ ականատես ենք դառնում բարբարոսության աննախադեպ պետքերի։ Թշնամին ամեն ինչ կրակի մատնեց։ Կանանց եւ երեխաների բազմաթիվ դիակներ թաղված էին ավերակների տակ։ Պատերազմը նկատել է լավելի եւ դժվար կերպ։ Ես որպես վետերան իմ երկու հոփարներս Արա հոփարս ու Արամայիս հոփարս կենացին ու չդերդացա։ Ու ես մանգուց ես այսօր միշտ իստեղ ինձ համար մեծ հեբարտություն է որ ես խոսքը գտնվին ու ես միշտ ներկա եմ եղել ամեն տարի նամանավանդ այսպես լավ երեցիկ եղանակներուն ու ինձ համար մեծ պատիվ է ու ես միշտ բոլորս հայել եմ ես գահավաքվի ես չի հավաքվի ինձ համար ես մեծ պատիվ է ժողովուրդ չան քանի որ ես երկու ճայն հոփար եմ կորուցե ամեն մարդը ես կորուցածները ինձ համար մեծ մեծություն են դե ինչ որ այս Թողասված իրենց հոգին լուսավոր է, ես ռազմիկի շնորհավորել են մենք միշտ ուրախ ենք, միշտ ոգևորությամբ, միշտ լավ տրամադրությամբ, մենք այսօր միշտ հավաքվենք մեր շենքը անպայման։ 1945 թվականի հաղթանակը մեր հայրից Խորհրդային Միության մնացյալ երկրների համար ապրելու վկայական էր։ Դա մեզ պարտավորեցնում է ապրել ու արել մեր պապերի աշխարհը։ Հայրենական մեծ պատերազմն անցյալում է։ Մենք այդ պատերազմի ժամանակակիցը չենք եղել, սակայն այն վերապրած, տեսած ու զգացած մարդիկ մեր կողքին են ապրել։ Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 միլիոն եւ հաշմանդամ դարձել 95 միլիոն մարդ։ Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր։ Պատերազմում զոհվել է ավելի քան 20 միլիոն խորհրդային քաղաքացի։ Մենք պետք է հպարտ լինենք, որ ապրում ենք նման հերոսների կողքին։ Շնորհավոր տոնդ վետերան, շնորհավոր տոնդ անհայտ զինվոր, շնորհավոր տոնդ հաղթանակած մարտիկ։